Իրանից հետո ամենաթեժ գետը Լիբանանն է եւ հատկապես հարավային հատվածը Լիբանանի, բայց նաեւ Բեյրութի հարավային արվարձանները, Բեյրութը ինքը նաեւ հրթիռագործվեց եւ որովհետեւ նաեւ թիրախային հարվածներն, եթե թիրախը հայտնվում է Լիբանան տարբեր շրջաններում, ուրեմն աշխարհակրությունը այս դեպքում ընդլայնվում է հարվածների, հրթիռագործումների։ Եթե անգամ Միացյալ Նահանգներ Իրան այս բայի դրությամբ բանակցային գործընթացը սկսվի կամ հրատատարի համաձայնություն լինի, դա անմիջականորեն չի ընդհանրում անպայման, որ Լիբանանում եւս հրատատար կլինի, որովհետեւ Իսրայելը առաջադրել է անվտանգության կոդի ձևավորել, ինչը ներխուժման տեսքով արդեն սկսել է փուլ առ փուլ իրականացնել,